Լիվերպուլ, Անգլիա։ 2006 թվականի հոկտեմբերի 23-ին մի սովորական ընտանիք զբոսնում է քաղաքի կենտրոնում, երբ տեղի է ունենում մի անսովոր բան։ Ռայան Մաքքենան, ընդամենը 5 տարեկան տղան, կտրուկ կանգ է առնում ձայնասկավառակների խանութի առջև։ Նրա աչքերը կենտրոնանում են պատուհանից կախված հսկայական Բիթլզի պաստառի վրա։ Մայրիկ, սա ես էի, երբ հայտնի էի։ Մայրիկը, Սարա Մաքքենան, նյարդային ծիծաղում է։ Ռայան սիրելիս, սա Բիթլզն է։ Նրանք շատ հին խումբ են։ Բայց Ռայանը չի շարժվում։ Նա ուղիղ մատնացույց է անում լուսանկարում պատկերված Ջոն Լենոնին և սարսափելի համոզմունքով կրկնում. «Ոչ մայրիկ, սա ես եմ։ Ես հայտնի էի և երգում էի շատ մարդկանց համար, և նրանք շատ բարձր գոռում էին»։ Սարան սարսուռ է զգում մեջքով։ Ինչպես կարող էր 5 տարեկան տղան ճանաչել Բիթլզին։ Նրանք երբեք տան այդ երաժշտությունը չէին լսում, երբեք չէին խոսում հին խմբերի մասին։ Ռայանը 2 տարի առաջ հազիվ էր սովորել ճիշտ խոսել։ «Ռայան, դու երբեք այդ նկարը չես տեսել կյանքումդ», ասում է հայրը, փորձելով ռացիոնալ լինել։ «Այո, հայրիկս տեսել է։ Հիշում եմ, երբ այս լուսանկարը արվեց, շատ շոգոր էր, և Փոլը նյարդային էր»։ Ծնողները սառած նայում են միմյանց։ Փոլ։ Ինչպես կարող էր նա իմանալ Փոլ Մաքքարթնի անունը։ «Ես կարող եմ ապացուցել, որ ես նա եմ», հայտարարում է Ռայանը մեծահասակի լրջությամբ։ «Ես գիտեմ բաներ, որոնք ոչ ոք չգիտի։ Ես գիտեմ, թե որտեղ եմ թաքցրել հատուկ բաներ։ Ես գիտեմ երգեր, որոնք երբեք ոչ մեկին չեմ երգել»։ Սարան բռնում է որդու ձեռքը, փորձելով հանգստացնել իրեն։ «Եկեք տուն գնանք, Ռայան։ Լավ մայրիկ, բայց մի օր դու կհավատաս ինձ։ Խոստանում եմ, այն, ինչ դու շուտով կլսես, վերամարմնավորման մասնագետների կողմից համարվում է երբևէ գրանցված ամենափաստաթղթավորված և ցնցող դեպքը։ Պատմություն, որը կհարձականի կյանքի, մահվան և մարդկային հոգու շարունակականության մասին ձեր բոլոր համոզմունքները։ Որովհետև այն, ինչ սկսվել է որպես մանկական խաղ, կվերածվի վերջին 50 տարիների ամենասարսափելի հետաքննության։ Բայց այն, ինչին Սառան և Մայքլ Մաքքեննան հենց նոր ականատես եղան, միայն սկիզբն էր։ Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում Ռայանը սկսեց ցուցաբերել վարքագիծ, որը սառեցրեց նրա ծնողների արյունը։ Տանը 5-ամյա երեխան սկսեց երգել բարդ մեղեդիներ, որոնք երբեք չէր լսել։ Երբ Սառան հարցնում էր նրան, թե որտեղ է սովորել այս երգերը, Ռայանը պատասխանում էր. «Իհարկե, ես դրանք գրել եմ, երբ մեծ էի»։ Առաջին իսկապես անհանգստացնող դեպքը տեղի է ունեցել ընտանեկան ընթրիքի ժամանակ։ Ռայանը խաղում էր իր խաղալիքներով, երբ հանկարծ սկսեց խոսել կատարյալ անգլերենով, 1960-ականների լիվերպուլյան առոգանությամբ։ Նրա ծնողները շփոթված նայեցին միմյանց։ Ռայանը հազիվ էր կարողանում մի քանի բառ շշնջալ մանկապարտեզում սովորած տարրական անգլերենից։ «Ես ապրում էի մեծ սպիտակ տանը յոկայի հետ», մրմնջաց նա, շարժելով իր փոքրիկ խաղալիք մեքենաները։ Նա երկար սև մազեր ուներ և միշտ սպիտակ հագուստ էր կրում։ Սառան վեր կացավ սեղանից, դողալով. «Ռայան, որտեղից ես վերցրել այդ բառերը։ Ո՞վ է յոկան»։ Ռայանը նայում էր նրան աչքերով, որոնք թվում էին չափազանց մեծ նրա դեմքի համար։ «Նա իմ կինն էր, մայրիկ, ես շատ եմ կարոտում նրան»։ Բայց ամենասարսափելի բացահայտումը տեղի ունեցավ մեկ շաբաթ անց։ Մայքլը որոշեց միացնել Բիթլզի երաժշտություն, տեսնելու, թե ինչպես կարձագանքի որդին։ Երբ լսվեց Here Comes the Sun երգը, Ռայանը վազեց դեպի ստերեո համակարգը և գոռաց. «Անջատեք, անջատեք, Ջորջը նվագում է իմ կիթառը»։ Ծնողները կաթվածահար մնացին։ Ինչպես 5-ամյա երեխան իմացավ, որ Ջորջ Հարիսոնը կիթառ է նվագում այդ երգում, և ինչու էր նա այն անվանում իր կիթառը, Ռայանը սկսեց անմխիթար լաց լինել։ Հեկեկոցների միջև նա կրկնեց. «Ես եմ գրել այդ երգը։ Ես այն գրել եմ Ջուլիանի համար»։ Սառան վերցրեց Ռայանին, բայց նա շարունակում էր լաց լինել։ «Մայրիկ, ինչու չեմ կարողանում նվագել իմ գործիքները։ Որտեղ են իմ կիթառները։ Որտեղ է իմ սպիտակ դաշնամուրը»։ Այդ գիշեր ծնողները չէին կարողանում քնել։ Այն, ինչ կատարվում էր, հակասում էր բոլոր տրամաբանություններին։ Նրանց 5-ամյա որդին ոչ միայն մանրամասներ գիտեր Ջոն Լենոնի մասին, այլև խոսում էր նրա մասին այնպես, կարծես նա ինքը լիներ։ Բայց ամենավատը դեռ առջևում էր։ Երաժշտական միջադեպից 3 շաբաթ անց Սարա Մաքքեննան որոշում կայացրեց, որը փոխեց ամեն ինչ։ Հուսահատորեն փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում որդու հետ, նա որոշեց նրան տանել Լիվերպուլի Բիթլզի թանգարան։ Նրա ծրագիրը պարզ էր։ Եթե Ռայանը իսկապես հավատար, որ ինքը Ջոն Լենոնն է,
Այս վայրը մեկ ընդմիշտ կվերջ տներ այդ երևակայությանը։ 2006 թվականի նոյեմբերի 18-ի առավոտյան Մաքեննաների ընտանիքը անցավ թանգարանի դարպասներով։ Ռայանը հանգիստ քայլում էր, բռնած մոր ձեռքը, առանց որևէ հատուկ ճանաչման նշան ցույց տալու, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրանք հասան առաջին ցուցասրահ։ Ռայանը բաց թողեց մոր ձեռքը եւ վազեց դեպի որոշակի ցուցափեղկ։ Նրա փոքրիկ ձեռքերը սեղմվեցին ապակուն, երբ աչքերը լցվեցին արցունքներով։ «Սա իմ կիթառն է», գոռաց նա մատնացույց անելով 12 լարանով Ռիքենբակերը։ «Ես այն գնել եմ Նյու Յորքում 1964 թվականին։ Այստեղ քերծվածք կա», ասաց նա, մատնացույց անելով ճիշտ տեղը։ Տարիներ անց մասնագետները կհաստատեին, որ փոքրիկ հետքը գոյություն է ունեցել։ Թանգարանի կիթառահար Թոմաս Միթչելը հետաքրքրասիրությամբ մոտեցավ։ «Փոքրիկը Ջոն Լենոնի կիթառն է, բայց այն տեսանելի քերծվածքներ չունի»։ Ռայանը արցունքն աչքերին նայեց նրան։ «Այո, կա»։ Այն հայտնվեց երկրորդ լարի տակ, երբ ես այն գցեցի Abbey Road Studios, Norwegian Wood ալբոմի ձայնագրման ժամանակ։ Թոմասը դող զգաց։ Այս կոնկրետ մանրամասնությունը չկար ոչ մի գրքում, ոչ մի պաշտոնական կենսագրության մեջ։ Սա այնպիսի տեղեկատվություն էր, որը միայն Ջոն Լենոնը, Ջորջ Մարտինը կամ հնչյունային տեխնիկները կարող էին իմանալ։ Բայց Ռայանը դրանով չսահմանափակվեց։ Նա ուղիղ գնաց թանգարանի մեկ այլ հատված, կարծես 1000 անգամ քայլած լիներ այս միջանցքներով։ Նա կանգ առավ Cover Club-ի սև-սպիտակ լուսանկարի առջև։ «Մենք այստեղ նվագել ենք 292 անգամ», մրմնջաց նա։ Բեմը շատ փոքր էր եւ միշտ շատ շոգ էր։ Փոլը միշտ բողոքում էր հոտից։ Սառան մոտեցավ դողալով։ «Ռայան, որտեղից գիտես դա»։ «Որովհետև ես այնտեղ եմ եղել»։ «Մայրիկ, նայիր»։ Նա մատնացույց արեց լուսանկարի որոշակի անկյունը։ «Այնտեղ էի ես միշտ թողնում իմ հարմոնիկան երգերի միջև։ Փիթը միշտ շարժում էր այն, եւ դա ինձ իսկապես նյարդայնացնում էր»։ Թոմաս Միթչելը թանգարանում աշխատել է 15 տարի։ Նա անգիր գիտեր Բիթլզի մասին բոլոր կենսագրությունները, բոլոր գրքերը, բոլոր փաստաթղթերը, բայց երբեք չէր կարդացել այդ անկյունում գտնվող հարմոնիկայի մասին։ Նա երբեք չէր տեսել այդ տեղեկատվությունը որևէ տեղ փաստաթղթավորված։ «Տղա», ասաց Թոմասը դողացող ձայնով։ «Ինչ ես ուտում, կարող ես ինձ ուրիշ բան ասել Քավեժնա կումբի մասին»։ Ռայանը նայեց նրան եւ մեծահասակի լրջությամբ պատասխանեց. «Զուգարանը միշտ կոտրված էր, եւ դուրս գալու համար պետք էր բարձրանալ շատ զառիթափ աստիճաններով»։ Բրայան Էփշտեյնը մեզ հայտնաբերեց 1961 թվականի նոյեմբերի 9-ին, բայց նա մեզ տեսել էր առաջ։ Նա ձևացրեց, թե առաջին անգամն է։ Ռայանի ծնողներն ու Թոմասը բացարձակ լռության մեջ նայեցին միմյանց։ Տղան հենց նոր էր բացահայտել այնպիսի տեղեկություններ, որոնք նույնիսկ ամենանվիրված կենսագիրները չգիտեին այդքան ճշգրտությամբ, բայց ամենացնցող բացահայտումը դեռ առջևում էր։ Թանգարանում տեղի ունեցած միջադեպից 2 օր անց տեղի ունեցածը մաքքաններին լիովին ջախջախեց։ Ռայանը սկսեց արթնանալ ամեն գիշեր ժամը 3:00-ին, միշտ նույն ժամին։ Նրա ծնողները նրան գտնում էին մահճակալին նստած, երգելով այնպիսի մեղեդիներ, որոնք երբեք չէին լսել։ Դրանք անհայտ Բիթլզի երգեր էին։ Դրանք բոլորովին նոր կոմպոզիցիաներ էին, բայց ոճով, անկասկած, նման Ջոն Լենոնին։ Սառան որոշեց ձայնագրել այս ուշ գիշերային ձայնագրություններից մեկը։ Այն, ինչ ձայնագրիչը ձայնագրեց, ընդմիշտ կփոխեր ամեն ինչ։ Ռայանը երգեց Լյուսիի երազանքը անունով մի երգ, հիպնոսացնող մեղեդիով եւ խորը մելանխոլիկ տեքստերով, որոնք պատմում էին բյուրեղապակյա այգում կորած աղջկա մասին։ Նրա ձայնը թեև մանկական ուներ ռիթմ եւ արտահայտություն, որը հնչում էր ճիշտ այնպես, ինչպես Ջոն Լենոնը նրա վաղ շրջանի ստեղծագործություններում։ Լյուսին թայլում է բյուրեղապակյա այգու միջով, խնդրելով իր տուն տանող ճանապարհը։ Ծաղիկները պատմություն են պատմում։ Մայքլ Մաքքենան ձայնագրությունը լսել է տասնյակ անգամ։ Կոմպոզիցիան բարդ էր, բարդ ակորդների հաջորդականությամբ, որոնք նրա հնգամյա որդին երբեք չէր կարող իմանալ, բայց կար ավելի անհանգստացնող մի բան։ Ռայանի արտասանած ձևը որոշակի բառ էր։ Նրա ձայնի վիբրատոները, տողերի միջև փոքրիկ հառաչանքները, ամեն ինչ նույնական էր Լենոնի վոկալ ոճին։ Հուսահատորեն պատասխաններ փնտրելով, Մայքլը կապ հաստատեց Լիվերպուլի համալսարանում Բիթլզի մասնագիտացած երաժշտագետ, բժիշկ Ջեյմս Հարիսոնի հետ։ Նա ուղարկեց ձայնագրությունը առանց բացահայտելու, թե ով է այն երգել։ Դոկտոր Հարիսոնի պատասխանը ժամանեց 48 ժամվա ընթացքում եւ ապշեցրեց նրանց։ «Հարգելի պարոն Մաքքին, ձեր ուղարկած ստեղծագործությունը անսովոր է։ Հարմոնիկ պրոգրեսիաները համապատասխանում են Ջոն Լենոնի 1962-1963
թվականների ստեղծագործությունների ոճին։ Ավելի զարմանալի է, որ ես այս երգի հղումներ գտա իմ արխիվներում։ Փոլ Մաքքարթնիի անձնական օրագրում կա մի գրառում, թվագրված 1963 թվականի օգոստոսի 23-ով, որտեղ նա նշում է, որ Ջոն աշխատում էր Լյուսիի եւ բյուրեղապակի այգիների մասին երգի վրա, բայց հրաժարվել էր այն, համարելով այն չափազանց անձնական։ Ծնողները նայեցին միմյանց բացարձակ լռության մեջ։ Նրանց հնգամյա որդին հորինեց մի երգ, որը Ջոն Լենոնը գրել էր 43 տարի առաջ, բայց երբեք պաշտոնապես չէր ձայնագրել։ Բայց դա միայն սկիզբն էր։ Հաջորդ մի քանի գիշերների ընթացքում Ռայանը երգեց եւս 4 երգ՝ Strawberry Mine, Julia's Lullaby, Penny Bug եւ Tomorrow's Yesterday։ Յուրաքանչյուրն ուներ նույն մակարդակի երաժշտական լարվածություն եւ նույն անհնարին կապը Լենոնի չհրատարակված աշխատանքների հետ։ Դոկտոր Հարիսոնը հաստատեց, որ խմբի անդամների անձնական նամակներում եւ օրագրերում գտել է այս բոլոր ստեղծագործությունների մասնակի հղումներ, նյութեր, որոնք տասնամյակներ շարունակ գաղտնի էին պահվել եւ որոնց հասանելիություն ունեին միայն մի քանի գիտնականներ։ Սինյոր Մաքքեննա, գրել է դոկտոր Հարիսոնը իր վերջին էլեկտրոնային նամակում։ Ես շտապ պետք է իմանամ այս ձայնագրությունների աղբյուրը։ Այնինչ դուք ինձ ուղարկել եք, կարող է վերաշարադրել Բիթլզի երաժշտական պատմությունը։ Այդ գիշեր Սարան գրկեց Ռայանին, զգալով, թե ինչպես է իր աշխարհը փլուզվում։ Նրա որդին ոչ միայն հավատում էր, որ ինքը Ջոն Լենոնն է, այլև ինչ-որ կերպ նա հասանելիություն ուներ մահացած երաժշտի ամենաանձնական մտքերին եւ աշխատանքներին։ Եվ ամենասարսափելին այն էր, ինչ Ռայանը շշնջաց նրա ականջին. «Մայրիկ, ես դեռ հիշում եմ ավելի շատ երգեր, բայց սրանք իսկապես տխուր են։ Դրանք խոսում են այն մասին, թե ինչպես եմ ես մահանալու»։ Ռայանի վարքագիծն ավելի անհանգստացնող շրջադարձ ստացավ, երբ սկսվեց նրա մոլուցքը մի կնոջ հանդեպ, որին նա երբեք չէր հանդիպել՝ Յոկո Օնոն։ Ամեն ինչ սկսվեց 2006 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Ռայանը արթնացավ անմխիթար լաց լինելով ժամը 3:00-ին։ Հեկեկոցի միջև նա անընդհատ կրկնում էր. «Որտեղ է Յոկան։ Ինչու նա չի գալիս ինձ հետևից»։ Նա խոստացավ, որ մենք միշտ միասին կլինենք։ Սարան փորձեց հանգստացնել նրան, բայց Ռայանը անմխիթար էր։ Նա շատ երկար սև մազեր ունի եւ միշտ սպիտակ զգեստներ է հագնում։ Նա ապրում է մեր մեծ տանը, շատ պատուհաններով։ Ինչու նա այստեղ չէ ինձ հետ։ Նրա ծնողները անհանգստացած նայեցին միմյանց։ Ռայանը երբեք տանը Յոկայի լուսանկար չէր տեսել։ Նրանք չունեին Բիթլզի ձայնագրություններ, գրքեր, վավերագրական ֆիլմեր։ Ինչպես կարող էր նա այդքան կոնկրետ նկարագրել Ջոն Լենոնի այրուն։ Բայց ամենասարսափելի բանը տեղի ունեցավ նույն օրը։ Ռայանը նստեց իր սենյակի հատակին, գունավոր մատիտներով ու թղթերով, եւ սկսեց նկարել։ 45 րոպեում նա մանրամասն նկարեց մի բնակարան, որը իր ծնողները չէին ճանաչում։ Նա նկարեց հսկայական հյուրասենյակ, հատակից մինչև առաստաղ պատուհաններով, կենտրոնում սպիտակ դաշնամուր, ամենուրեք կախված բույսեր եւ կլոր մահճակալ, սպիտակ սավաններով։ «Սա իմ Յոկա տունն է», բացատրեց Ռայանը մատնանշելով յուրաքանչյուր մանրուք։ «Դաշնամուրը հենց այնտեղ է, որովհետև այս դիրքից ես կարող եմ տեսնել այգին։ Յոկան միշտ նստում է այս աթոռին, մինչ ես նվագում եմ։ Եվ այստեղ նա մատնացույց արեց մի կոնկրետ անկյուն։ Այնտեղ է այն մեքենան, որի վրա մենք միասին ձայնագրեցինք կրկնակի ֆանտազիան»։ Մայքլը նկարը վերցրեց դողացող ձեռքերով։ Մանրամասների մակարդակը անհնար էր 5 տարեկան երեխայի համար։ Կար հեռանկար, ճիշտ համամասնություններ եւ որոշակի ճարտարապետական տարրեր, որոնք նկարված էին զարմանալի ճշգրտությամբ։ Այդ գիշեր, երբ Ռայանը քնած էր, Մայքլը ինտերնետում որոնեց տեղեկություններ Ջոն Լենոնի եւ Յոկո Օնոյի Դոկոտա շենքում գտնվող բնակարանի մասին։ Այն ինչ նա գտավ, նրան անխոս թողեց։ Իրական բնակարանի լուսանկարները ցույց էին տալիս հենց այն, ինչ Ռայանը նկարել էր։ Սպիտակ դաշնամուրը նույն դիրքում, կենտրոնական այգուն նայող հսկայական պատուհանները, կախովի բույսերը, նույնիսկ սպիտակ սավաններով կլոր մահճակալը։ Ամեն մանրուք կատարյալ համընկնում էր, բայց կար ավելի անհանգստացնող մի բան։ Ռայանը անկյունում նկարել էր մի փոքրիկ սեղան, որի վրա կարծես ձայնագրման սարքավորումներ էին։ Մայքլը ավելի խորը ուսումնասիրություն կատարեց եւ պարզեց, որ իսկապես Ջոնն ու Յոկան բնակարանի հենց այդ անկյունում տնային ձայնագրման ստուդիա էին տեղադրել, դուբլե ֆանտասի ալբոմի վրա աշխատելու համար։ Հաջորդ օրը Ռայանը մի բան արեց, որը սառեցրեց ծնողների արյունը։ Նա ատամնաբույժի սպասասրահում գտավ մի հին ամսագիր, իսկ անկյունում Յոկո Օնոյի փոքրիկ լուսանկարը։ Հենց որ տեսավ այն, Ռայանը նետվեց ամսագրի վրա, սեղմեց այն կրծքին եւ սկսեց լաց լինել։ «Նա է, սա իմ Յոկան է,
Մայրիկ կարող է զանգահարել նրան։ Ասա նրան, որ Ռայանը այստեղ է։ Ասա նրան, որ Ջոնը սպասում է իրեն։ Գրասենյակում քարտուղարուհին անհանգստացած նայում էր նրանց, մինչ Ռայանը համբուրում էր լուսանկարը, անընդհատ շշնջալով շատ եմ կարոտում քեզ։ Ինչու չես գալիս ինձ վերցնելու։ Դու խոստացել էիր, որ մենք երբեք չենք բաժանվի։ Սառան վերցրեց Ռայանին և դուրս վազեց գրասենյակից։ Մեքենայի մեջ որդին շարունակում էր լաց լինել։ Նա տխուր մայր է։ Նա շատ տխուր է, որովհետև կարծում է, որ ես ընդմիշտ գնացել եմ, բայց ես այստեղ եմ։ Ես այստեղ եմ։ Սպասում եմ նրան։ Այդ գիշեր Ռայանը մորը մի բան ասաց, որը նրան շաբաթներով արթուն կպահեր։ Վաղը մենք տուն ենք գնում։ Այո, մայրիկ, մենք Նյու Յորք ենք գնում, յոգին փնտրելու։ Նա պետք է իմանա, որ ես վերադարձել եմ։ 3 շաբաթ անց 2006 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին Մաքքենաները կայացրին իրենց կյանքի ամենադժվար որոշումը։ Նրանք օգտագործեցին ընտանեկան խնայողությունները Նյու Յորք մեկնելու 3 ինքնաթիռի տոմս գնելու համար։ Դա հաճելի ճանապարհորդություն չէր, դա պատասխանների հուսահատ որոնում էր։ Ռայանը չէր դադարել լաց լինել դանստի գրասենյակում տեղի ունեցած միջադեպից ի վեր։ Ամեն օր նա հարցնում էր, թե երբ են նրանք տուն գնում յոգին փնտրելու։ Նրա ծնողները, մտավոր և հուզականորեն ուժասպառ, որոշեցին, որ միայն նրան դոկո շենք տանելով կարող են մեկընդմիշտ վերջ դնել այս մղձավանջին։ Լիվերպուլից Նյու Յորք թռիչքը տևեց 8 ժամ։ Ռայանը ամբողջ ուղևորության ընթացքում լուռ մնաց, հայացքը կորած պատուհանի մեջ։ Ժամանակ առ ժամանակ նա մրմնջում էր. մենք գրեթե տանն ենք, և լիոկան շատ ուրախ կլինի ինձ տեսնելով։ Բայց երբ նրանք վայրեջ կատարեցին օդանավակայանում, Քենեդիում մի բան պատահեց, որը նրա ծնողներին լիովին ապշեցրեց։ Ռայանը, որը երբեք չէր եղել Նյու Յորքում, որը երբեք քաղաքի քարտեզ չէր տեսել, սկսեց տաքսու վարորդին ճշգրիտ ուղղություններ տալ։ Ֆրանկլին դոլով գնացեք Ռուզվելտ դրայվ, 79-րդ փողոց, ապա ձախ շրջվեք դեպի կենտրոնական այգի։ Մեր տունը գտնվում է One West 70-րդ փողոցում, երկրորդ փողոցում։ Տաքսու վարորդը Յուսեպե անունով մի տարեց տղամարդ զարմացած շրջվեց։ Լսիր երեխա, որտեղից գիտես Մանհեթենը։ Այստեղ ես ապրում։ Այո, բնականաբար պատասխանեց Ռայանը։ Ես ապրում եմ բարձր անկյունային շենքում։ Այն ունի մեծ կամարակապ մուտք, և դրսում միշտ շատ մարդիկ են լուսանկարվում։ Յուսեպեն հետևի հայելու միջով նայեց ծնողներին։ Քո որդին կատարյալ նկարագրում է Դոկոտա շենքը։ Դուք Բիթլզի զբոսաշրջիկներ եք։ Սառան հազիվ էր կարողանում շշնջալ։ 45 րոպե տևողությամբ ուղևորության ընթացքում Ռայանը շարունակեց քաղաքի մասին մանրամասն տեղեկություններ պատմել։ Ահա ելակի դաշտեր, նշեց նա, երբ նրանք անցնում էին կենտրոնական այգու կողքով։ Ես միշտ այնտեղ քայլում էի Յոգոյի հետ։ Նա սիրում էր առավոտները, քանի որ այնտեղ ավելի քիչ մարդիկ կային։ Երբ տաքսին կանգ առավ Դոկոտա շենքի առջև, Ռայանը ցատկեց նստատեղից և վազեց դեպի գլխավոր մուտքը։ Նրա փոքրիկ ձեռքերը դիպչեցին քարե կամարներին, երբ նա շշնջաց. Ես տանն եմ, ես տանն եմ։ Մայքլը դողացող ձեռքերով վճարեց տաքսու վարորդին։ Յուսեպին մոտեցավ և հանգիստ ասաց. Պարոն, ես 30 տարի տաքսու վարորդ եմ Նյու Յորքում։ Ես հազարավոր զբոսաշրջիկների եմ տարել Դոկոտա շենք, բայց երբեք չեմ տեսել, որ ինչ-որ մեկը այսպես արձագանքի։ Ձեր որդին այս քաղաքը գիտի այնպես, կարծես ամբողջ կյանքն այստեղ է ապրել։ Սառան մոտեցավ Ռայանին, որը կանգնած էր շենքի առջև, այտերից հոսող արցունքներով։ Մայրիկ, ասաց նա կոտրված ձայնով, ինչու չեմ կարող ներս մտնել։ Սա իմ տունն է, ես այստեղ եմ ապրում, Յոգայի հետ։ Այդ պահին շենքի խումբը, 60-անց մի աֆրոամերիկացի տղամարդ, հետաքրքրասիրությամբ մոտեցավ։ Լավ ես։ Երեխան շատ վշտացած տեսք ունի։ Ռայանը վեր նայեց և նայեց ընդունարանի աշխատակցին։ Դու նորեկ ես, ես քեզ չեմ ճանաչում։ Որտեղ է Հարալդը։ Հարալդը միշտ ողջունում է ինձ, երբ ես մտնում եմ։ Նա սարսուռ զգաց նավամատույցի մոտ։ 70-ականներին եղել էր Դոկոտա շենքի նավամատույցում և մահացել է 1995 թվականին։ Այս մանրամասնությունը գիտեին միայն ամենատարեց բնակիչները և Ջոն Լենոնի որոշ մոլերանտներ։ Փոքրիկ, հարցրեց նա դողացող ձայնով և շուտով։ Որտեղից գիտես Հարալդի մասին։ Ռայանը նրան նայեց կարոտով լի աչքերով։ Նա միշտ հոգ էր տանում մեզ մասին, երբ ես և Յոգան ուշ գիշերով գալիս էինք, ինձ անանուխներ տալիս և հարցնում իմ երգերի մասին։ Պարտիեն խոսքը կտրեց։ Ռայանի կողմից Հարալդի մասին նշված մանրամասները բացարձակապես ճշգրիտ էին, բայց անհնար էր, որ լիվերպուլցի 5-ամյա երեխան իմանար։ Բայց այն, ինչ Ռայանը արեց հետո, բոլորին կաթվածահար արեց։
Ռայանը դանդաղ քայլեց դեպի շենքի մուտքը, հասավ կատվին և իր փոքրիկ ձեռքը դրեց դռան կողքին գտնվող ցուցանակի վրա։ Նրա շուրթերը սկսեցին լուռ շարժվել, կարծես աղոթում էր։ Հանկարծ իր սեփական ձայնով նա սկսեց երգել։ Պատկերացրեք, որ դրախտ չկա, հեշտ է եթե փորձեք, բայց դա 5 տարեկան երեխայի ցածր ձայն չէր։ Դա խորը, հասուն ձայն էր, 60-ականների անկրկնելի լիվերպուլյան առոգանությամբ։ Սառան զգաց, թե ինչպես են ոտքերը դողում։ Մայքլը արագ հանեց բջջային հեռախոսը և սկսեց ձայնագրել։ Ռայանը շարունակեց երգել ամբողջ երգը, անհնարին տեխնիկական կատարելությամբ։ Նրա շնչառությունը, դադարները, յուրաքանչյուր բառ արտաբերելու ձևը նույնական էին Ջոն Լենոնի բնօրինակ ձայնագրություններին, բայց կար ավելի անհանգստացնող մի բան։ Նա երգում էր, արցունքները հոսելով այտերից, կարծես յուրաքանչյուր տուն խորը ցավ պատճառեր իրեն։ Երբ նա ավարտեց, Ռայանը ընկավ գետնին և սկսեց անմխիթար լաց լինել։ Ես չեմ ուզում երգել այս երգը, մրմնջաց նա։ Այս երգը վախեցնում է ինձ, այն միշտ վախեցնում է ինձ, երբ ես երգում եմ այն։ Շենքի անդամ Դոկոտան, որը ականատես էր ամբողջ տեսարանին, մոտեցավ արցունքներով աչքերին։ Այստեղ աշխատելու 30 տարիների ընթացքում ես տեսել եմ Ջոն Լենոնի հազարավոր կրկնօրինակողներ, բայց սա կրկնօրինակում չէ։ Այս երեխան երգում է ճիշտ նրա նման։ Ճիշտ նրա նման։ Այդ գիշեր ձայնագրությունը հնչել է Մաքքեննա հյուրանոցում։ Տասնյակ անգամ։ Մայքլը ձայնագրությունն ուղարկել է Լիվերպուլում գտնվող բժիշկ Ջեյմս Հարիսոնին, առանց հանգամանքները բացատրելու։ Պատասխանը ստացվեց 6 ժամ անց։ Պարոն Մաքքեննա, ես հենց նոր լսեցի ձեր ձայնագրությունը, և ինձ շտապ անհրաժեշտ է տեղեկատվություն այն մասին, թե ով է այն կատարել։ Ես այն ենթարկել եմ աուդիոսպեկտրոգրաֆիկ վերլուծության, և վոկալ կառուցվածքը նույնական է Ջոն Լենոնի 1971 թվականի ձայնագրություններին, բայց կա ավելի անհանգստացնող մի բան։ Երգի հուզական մեկնաբանությունը ճիշտ նույնն է, ինչ այն տարբերակը, որը Լենոնը ձայնագրել է Դոկոտայի իր բնակարանում 1980 թվականին մահից 2 շաբաթ առաջ։ Այս ձայնագրությունը երբեք չի թողարկվել, և Յոկո Օնոյի անձնական արխիվում գոյություն ունի միայն մեկ օրինակ։ Սառան կարդաց նամակը դողացող ձեռքերով։ Նրա որդին ոչ միայն երգում էր Ջոն Լենոնի նման, այլև երգում էր նրա նման իր վերջին օրերին, արյունը սառեցնող նախազգացող մելամաղձությամբ։ 2006 թվականի դեկտեմբերի 26-ի առավոտյան Ռայանը արթնացավ գոռալով ժամը 4:00-ին։ Նրա ծնողները վազեցին հյուրանոցի սենյակ և գտան նրան նստած մահճակալին, սառը քրտինքի մեջ թրջված, աչքերը լայն բացած սարսափից։ Մայրիկ, շշնջաց նա դողացող ձայնով։ Ես նորից երազ տեսա այդ մարդու մասին։ Այն մարդու մասին, որը պատրաստվում էր վնասել ինձ։ Սառան նստեց նրա կողքին։ Ռայան, սիրելիս, դա պարզապես մղձավանջ էր։ Սա մղձավանջ չէ, մայրիկ, սա հիշողություն է։ Ռայանը գրկեց մորը դողալով։ Սա հաստակնոցներով գեր տղամարդ է։ Նա ձեռքին գիրք ունի և խնդրում է, որ ստորագրեմ այն, բայց նրա աչքերը լի են զայրույթով։ Մայքլը մոտեցավ, մտահոգված։ Ռայան, ինչ գիրք ուներ այդ տղամարդը։ Դա իմ գիրքն էր։ Գիրքը իմ մասին էր, բայց նա շատ զայրացած էր ինձ վրա։ Նա սարսափելի բաներ էր գոռում ինձ վրա, մինչ ես ստորագրում էի։ Ռայանը սկսեց լաց լինել։ Հետո նա ինչ-որ բան հանեց իր վերարկուից, ինչ-որ փայլուն բան, և ես սուր ցավ զգացի մեջքիս մեջ։ Ծնողներս անհանգստացած հայացքներ փոխանակեցին։ Ռայանը երբեք չէր տեսել Ջոն Լենոնի սպանության լուսանկարները։ Նրանք երբեք չէին խոսում Մարկ Դեյվիդ Չեփմենի մասին։ Ինչպես կարող էր նա այդքան կոնկրետ նկարագրել մարդասպանին։ Հիշում ես, թե որ օրն էր, Ռայան։ Դեկտեմբերի 8-ն էր, շատ ցուրտ էր, և ես սև վերարկու էի հագել։ Յոկոյի հետ ամբողջ օրը ձայնագրություններ էինք անում։ Նա հոգնած էր և ուզում էր շուտ ընթրել։ Ռայանը սրբեց արցունքները։ Ես նրան ասացի, որ նախ պետք է ստորագրություն ստորագրեմ ներքևում սպասող երկրպագուի համար։ Սառան սարսուռ զգաց։ Ռայանի նկարագրած մանրամասները ճշգրտորեն համընկնում էին Ջոն Լենոնի վերջին օրվա փաստագրված պատմությունների հետ։ Մայրիկ, այդ մարդը նորից գալիս է ինձ հետևից։ Ես չեմ ուզում, որ նա ինձ վնասի։ Ես ուղղակի ուզում եմ լինել Յոկոյի հետ և նվագել իմ երգերը։ Մայքլը ինտերնետում տեղեկություններ էր փնտրում 1980 թվականի դեկտեմբերի 8-ի մասին։ Այնինչ նա գտավ, նրան խոսքը կտրեց։ Ռայանը սպանության յուրաքանչյուր մանրուք նկարագրեց տարօրինակ ճշգրտությամբ։ Ժամանակը, վայրը, Չեփմենի ֆիզիկական նկարագրությունը, կախարդների որսորդը գիրքը, նույնիսկ այն փաստը, որ Լենոնն այդ օրը ձայնագրվում էր Յոկո Օնոյի հետ։ Ռայան,
հարցրեց հայրս դողացող ձայնով։ Հիշում ես այդ օրվա մասին որևէ այլ բան։ Ռայանը նրան նայեց տխրությամբ լի աչքերով։ Հիշում եմ, թե ինչպես համբուրեցի Յոկային եւ ասացի, որ սիրում եմ նրան, նախքան ինքնագիր ստորագրելու գնալը։ Ես զգացողություն ունեի, որ ինչ-որ վատ բան է պատահելու, բայց կարծում էի, որ դա պարզապես իմ երևակայությունն է։ Նա լռեց եւ շշնջաց. Ափսոս, որ լսեցի այն ձայնը, որն ինձ ասաց, որ չի չնեմ։ 3 օր անց անհնարինը տեղի ունեցավ։ Լիվերպուլում բժիշկ Հարիսոնի կապերի միջոցով Մաքքեններին հաջողվեց կազմակերպել հանդիպում Յոկա Օնոյի հետ Դոկոտա շենքի նրա բնակարանում։ Յոկան, որն այն ժամանակ 73 տարեկան էր, համաձայնվեց հանդիպել երեխայի հետ, լսելով Ջոնի կորած երգերի ձայնագրությունները։ 2006 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Մաքքենները մտան այն բնակարանը, որը Ռայանը ամիսներ առաջ նկարել էր տարօրինակ ճշգրտությամբ։ Ռայանը հանգիստ քայլում էր, կարծես 1000 անգամ քայլել էր այս միջանցքներով։ Երբ նա տեսավ Յոկային, որը նրան սպասում էր գլխավոր սենյակում, Ռայանը տեղում քարացավ։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով եւ կոտրված ձայնով շշնջաց. Յոկա իմ սեր, ես քեզ շատ եմ կարոտել։ Յոկան, որը մինչև այս պահը պահպանել էր կասկածամիտ դեմքի արտահայտություն, զգաց, թե ինչպես են նրա ոտքերը դողում։ Ռայանի հայացքը նրան, ձայնի տոնը, աչքերի քնքշությունը։ Ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես Ջոնն էր նրան նայել իր կյանքի վերջին օրերին։ Ռայանը դանդաղ մոտեցավ եւ վերցրեց Յոկայի ձեռքերը իրերի մեջ։ Ինչու ես այդքան տխուր։ Ես դա տեսնում եմ քո աչքերում։ Դու շատ ես լաց եղել իմ հեռանալուց հետո։ Արցունքները սկսեցին հոսել Յոկայի այտերից։ 26 տարվա ընթացքում ոչ ոք նրա հետ այսպես չէր խոսել։ Ոչ ոք այդքան ճշգրտորեն չէր արտահայտել այն խորը տխրությունը, որը նա կրում էր ներսում։ Ահա դեռ սպիտակ դաշնամուրը քեզ մոտ է, հարցրեց Ռայանը, ճշգրիտ նայելով այն տեղին, որտեղ այն կանգնած էր։ Կարող եմ քեզ համար նվագել այն երգը, որը երբեք չեմ կարողացել ավարտել քեզ համար։ Ռայանը մոտեցավ դաշնամուրին եւ սկսեց նվագել մի մեղեդի, որը Յոկան երբեք չէր լսել, բայց որը յուրահատուկ կերպով նման էր Ջոնի ստեղծագործությանը։ Նրա փոքրիկ մատները շարժվում էին ստեղների վրայով այնպիսի տեխնիկայով, որը 5 տարեկան երեխան չէր կարող տիրապետել։ Նվագելիս նա երգում էր. Յոկա, իմ հավերժական երազանքը, նույնիսկ մահը չի կարող բաժանել այն, ինչ մենք էինք։ Յոկան փլուզվեց իր սիրելի աթոռին լաց լինելով։ Դա հենց այն աթոռն էր, որի վրա նա նստած էր, երբ Ջոնը ստեղծագործում էր։ Ռայանը չէր կարող դա իմանալ, ոչ ոք նրան չասաց։ Երբ նա ավարտեց նվագելը, Ռայանը մոտեցավ Յոկային եւ շշնջաց նրա ականջին ինչ-որ բան, որը նրան ամբողջովին ցնցեց։ Դու դեռ ունես իմ վերջին նամակը, որը գրել էի մայիսից 1 օր առաջ, որտեղ ես ասում էի, որ եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, ես ինչ-որ կերպ կգտնեմ քեզ, որպեսզի ասեմ, որ մեր սերը հավերժական է։ Յոկան նայեց Ռայանին զարմանքով եւ սարսափով լի աչքերով։ Այս նամակը գոյություն ուներ, այն պահվում էր նրա անձնական սեյֆում։ Նա այն ոչ մեկին ցույց չտվեց։ Նույնիսկ Շոնը, Ջոնի որդին, չգիտեր դրա գոյության մասին։ Ինչպես գիտես այս նամակի մասին, հարցրեց նա դողացող ձայնով։ Ռայանը ժպտաց անսահման տխրությամբ, որովհետև ես եմ գրել այն սիրելիս, եւ ես եկել եմ կատարելու իմ խոստումը։ Այն, ինչ Ռայանը Յոկային պատմեց անձնական զրույցում հաջորդ 20 րոպեների ընթացքում, ընդմիշտ փոխեց ամեն ինչ։ Երբ Ռայանի ծնողներին հրավիրեցին սենյակ, նրանք տեսան, որ Յոկան վերափոխված է։ Նրա աչքերը փայլում էին հույսի եւ սարսափի խառնուրդով, որը նրանք տասնամյակներ շարունակ չէին տեսել։ Ռայանը ինձ պատմեց բաներ, որոնք միայն Ջոնն ու ես գիտեինք, ասաց նա դողացող ձայնով։ Մեր ամենաանձնական զրույցների մանրամասները, գաղտնիքներ, որոնք ես պահել եմ սրտումս 26 տարի։ Ռայանը մոտեցավ ծնողներին եւ բռնեց նրանց ձեռքերը։ Մայրիկ, հայրիկ, ես պետք է բացատրեմ ձեզ, թե ինչու եմ այստեղ, ինչու եմ վերադարձել։ Արյունը սառեցնող լրջությամբ Ռայանը շարունակեց. Երբ ես Ջոն էի, ես ունեի մեկ վերջին երգ, որը ուզում էի ձայնագրել։ Այն կոչվում էր Կամուրջ աշխարհների միջև։ Այն մահվան մասին էր, այն մասին, թե ինչպես կարող է սերը գոյատևել ֆիզիկական կյանքից այն կողմ։ Սա պետք է լիներ իմ հրաժեշտի նվերը մարդկությանը։ Նա վերադարձավ դաշնամուրի մոտ եւ սկսեց նվագել գերբնական գեղեցկության մեղեդի։ Նրա ձայնը, որն այժմ լիովին փոխակերպվել էր Ջոն Լենոնի ձայնի, լցրեց բնակարանը։ Երգը տևեց ուղիղ 4 րոպե 17 վայրկյան։ Երբ նա ավարտեց, Ռայանը դիմեց բոլոր ներկաներին. այս երգը պետք է հասնի աշխարհին։ Սա իմ վերջին ուղերձն է, ուստի ես վերադարձա, ավարտելու այն, ինչ չէի կարողանում ավարտել։ Յոկան մոտեցավ Ռայանին եւ գրկեց նրան,
Կարծես նա աշխարհի ամենաթանկ բանը լիներ։ Ջոն, իմ Ջոն, որքան կարող ես մնալ ինձ հետ։ Ռայանը նայեց նրան սիրով եւ տխրությամբ լի աչքերով։ Իմ սերը երկար չի տևի։ Ես զգում եմ, որ այս փորձառությունն ավարտվում է։ Բայց նախքան գնալս, ես պետք է ինձ ինչ-որ բան խոստանաս։ Այս երգը պետք է ձայնագրվի եւ կիսվի աշխարհի հետ։ Սա իմ վերջին ժառանգությունն է, իմ ապացույցը, որ իսկական սերը երբեք չի մահանում։ 3 ամիս անց Ռայան Մաքքենան դադարեց հիշել, որ Ջոն Լենոն է։ Հիշողությունները աստիճանաբար մարեցին, մինչև նա կրկին դարձավ պարզապես 5 տարեկան Լիվերպուլից։ Բայց աշխարհների միջև կամուրջը մասնագիտորեն ձայնագրվեց եւ դարձավ ժամանակակից պատմության ամենաանհավանական երաժշտական երևույթներից մեկը։ Յոկո Օնոն հրապարակավ հայտարարել է. «Ես տարիներ շարունակ ապրել եմ Ջոնի հետ։ Ես նրա հոգին ավելի խորն եմ ճանաչել, քան աշխարհում որևէ մեկը, եւ կարող եմ բացարձակ վստահությամբ ասել, որ Ռայան Մաքքենան անհասկանալի ժամանակահատվածում իմ ամուսնու վերամարմնավորումն էր»։ Մինչ օրս գիտնականները, երաժշտագետները եւ պարանորմալ երևույթների մասնագետները դեռևս չեն կարողանում բացատրել, թե ինչպես է 5-ամյա երեխան կարողացել մուտք գործել Ջոն Լենոնին պատկանող հիշողություններին, գիտելիքներին եւ կարողություններին։ Նրանք գիտեն, որ ականատես են եղել ժամանակակից պատմության մեջ վերամարմնավորման ամենաշատ փաստաթղթավորված եւ հաստատված դեպքին։ Եվ Ռայան Մաքքենան, որն այժմ սովորական դեռահաս է, երբեմն արթնանում է մեղեդիներ երգելով, որոնք չի հիշում սովորել, անբացատրելի կարոտով Յոկո Օնոնով կնոջ եւ Նյու Յորքի այն բնակարանի հանդեպ, որը նա տուն է անվանում։